ՀՄԾ զարգացման ազգային կենտրոնը Շիրակի մարզում այս պահին էլ օգնում է փոքր ու միջին ձեռնարկատերերին ու բավականին ակտիվ աշխատում է, հավաստում է Արթուր Զաքարյանը, հատկապես այն գործարարները, ովքեր ունեն լավ վարկային տվյալներ, բայց թերանում են ֆինանսակագրավի հարցում, պետությունն օգնում է, հավաստում է Զաքարյանը։ Ու միայն հեռակակարգով հիշատակում դրանք ձեռնարկություններ են Շիրակի մարզից, Գյումրիից, Մարալիկից, Արթիկից, անուններ չկան, քանի որ դրանք բացահայտել ըստ բանախոսի կնշանակի կոմերցիոն գաղտնիքներ բացել։ Կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, ես այս բանին առանց իրաց թույլտվության չեմ կարող անուն տալ, որովհետև պետք է իրանցից հարցնենք։ Դա ուղղակի իմ անձնական բանը չի, էլի չի կարելի։ Եթե իրենցից թույլտվություն ունենանք, մենք կարող ենք պրոբլեմ չկա։ Կոմերցիոն ինֆորմացիա է, ընդամենը, կոմերցիոն գաղտնիք է, դա գործարարի համար վտանգավոր ինֆորմացիա է, որը ես իրավունք չունեմ տալ։ Իսկ կառավարության հակաճգնաժամային ծրագրով ֆինանսավորված կոմերցիոն բիզնես վարկեր ստացած ձեռնարկությունների ցանկի բացահայտումը մտնում է կոմերցիոն գաղտնիքի սահմաններում, թե ոչ, հարցրինք Զաքարյանին։ Հիշեցնենք, ձեռնարկություններին կառավարությունը օգնել էր խոստացել դեռ 2009 թվականի մայիսին հակաճգնաժամային նիչ ծրագրերով։ Էժան վարկերով վարկավորվելու էին այն ձեռնարկությունները, որոնք ընտրվել էին ՓՄԶ զայգի կողմից։ Շիրակի մարզում այս ձեռնարկությունները 13-ն էին, որոնք տարի ու կես սպասում են վարկավորման, եւ միայն այսօր Արթուր Զաքարյանն ասում է, որ ոչ մի ձեռնարկություն էժան այդ վարկերով չի վարկավորվել։ Առհասարակ հակաճգնաժամային այդ վարկերը Շիրակի մարզ չեն մտել։ Ընդհանրապես Հայաստանի ծրագրային դրույթներն էր հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում էր արվում եւ Հայաստանի մասշտաբով ես գիտեմ, որ շատ ձեռնարկությունների տրվել է։ Բավականին խոշոր գումարների մասին է խոսքը, 100 միլիոնավոր դրամների, ոչ թե ասենք տասնյակ միլիոնավոր։ Միգուցե այս ձեռնարկությունները, որոնք ներկայացել էին ծրագրեր, միգուցե այս պահին նպատակահարմարություն չի գտնվել, որովհետև այստեղ կարող է գումարները փոշիանային։ Միգուցե չի եղել այն ձեռնարկությունը, որը կարող է ներդրվել տվյալ գումարները եւ արտարացնել, շատ արագ արտարացնել այդ ներդրված գումարները։ Ձեռնարկությունները, որոնք ֆինանսավորվելու են հակաճգնաժամային վարկերով, կոնկրետ արտադրական պրոցեսում են, ասում է Զաքարյանը, իսկ մեր մարզից ներկայացրել էր ծրագիր մի ձեռնարկություն, որը դեռ չի գործում կամ լիարժեք գործող չէ, ասում է Զաքարյանը, մատնացույց անելով Մարալիկի Անիկատ բաց բաժնետիրական ընկերությանը, սակայն այս ձեռնարկությունների թիվը 13-ն էին, մեկը Գուլպան արտադրող Արշալույս բաց բաժնետիրական ընկերությունն էր, որը գումար էր խնդրել նոր սարքավորումներ ձեռք բերելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու խոստումներով։ Մենք էլ ներկայացրեցինք փոքր ու միջին բիզնեսի զարգացման կենտրոն, մեր ծրագիրը ընդունվեց, իրենք էլ ներկայացրեցին համապատասխան կազմակերպություններին, բայց մենք չենք ստացել այդ աջակցությունը, ինչքանով ինձ հայտնի է, մեր մարզում ոչ մի ձեռնարկություն չի ստացել, որ ընկերությունը, որ ներկայացրել է, չի ստացել։ Մենք ներկայացրել ենք բավականին լուրջ ծրագիր, ինչքան գիտենք ծրագիրն էլ ընդունվեց, բայց փաստորեն աջակցությունը չեղավ։ Մի քանի անգամ հետաքրքրվեցինք, ասեցին, որ ընթացվում է, ուսումնասիրվում է, բայց արդեն վերջին ամիսներին ոչ մենք ենք անհանգ ստացել, ոչ էլ իրենք, թե ինչքան պետք է ընթացքում կամ ուսումնասիրման փուլում մնար, այդ արդեն չեմ կարող ասել։ Այն, որ Շիրակի մարզին հակաճգնաժամային ծրագրով գումարներ չեն հասել, դիտավորություն չէ, ասում է Արթուր Զաքարյանը։ Հակառակը Երևանում մեր մարզի ու գործարարների նկատմամբ խիստ դրական է տրամադրված, առաջիկայում մեծ գումարներ կմտնեն Շիրակի մարզ։ Իսկ այն, որ հակաճգնաժամային գումարները չհասան Գյումրի ՓՄԶ զայգի պատասխանատուն ասում է, պարզապես այն ձեռնարկությունները, որոնք վարկավորման ցանկություն էին ներկայացրել, այնքան արժանիքներ չունեին, եւ այն ձեռնարկությունները, որոնք պատրաստակամություն չէին հայտնել վարկավորման, այլ եթե նրանք վարկեր խնդրեին, ապա հաստատ կվարկավորվեին։ Թող մեր ժվեր, որ հարմար չեն գտել աջակցելու, չեն աջակցում, բայց ոչ մերժեցին, ոչ էլ փաստորեն տվեց։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։